Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք հազարով ամենահամեղ, ամենաառողջ ճարար եւ վիտամիններով հարուստ աղցաններից մեկը, որը պատրաստվում է մի քանի րոպեում։ Սկսենք պատրաստելը։ Նախապես հազարի տերևները լվացել եմ եւ չորացրել, իսկ հիմա կկտրտենք, ավելի լավ է այս չափի կտրտենք, եթե ուզում եք մի փոքր ավելի մեծ կարող եք կտրտել։ Նախորդ տեսանյութս YouTube-ում այն մասին էր, թե ինչպես պահպանել հազարի տերևների թարմությունը երկար։ Սիրելիներս, մի քանի տարբերակներ եմ ներկայացրել, կարող եք այդ մի քանի տարբերակների օգնությամբ հազարի տերևները պահել ավելի երկար եւ թարմ վիճակով։ Ներքևում կդնեմ հղումը։ Կտրտում ենք վարունգը եւ ավելացնում հազարի տերևների վրա։ Եվ հիմա կավելացնենք մյուս բաղադրիչները, այստեղ լոլիկն եմ կտրտում, կարող եք զառի չափով կտրտել կամ ինչպես դուք եք ցանկանում, բայց ցանկալի է մի փոքր ավելի մեծ չափերի լինի լոլիկը։ Հիմա ավելացնում ենք կանաչ սոխը, կարող եք ձեր նախընտրած սոխը ավելացնել, որովհետև նաև կարմիր սոխով է համեղ լինում եւ ամեն տեսակ սոխով համեղ է ստացվում, այնպես որ սոխը ձեր քիմքին ինչպես հաճելի է, այնպես ավելացրեք։ Այստեղ ունեմ համեմ եւ մաղադանոս, այս բոլորը հետո կխառնենք, նախքան խառնելը պատրաստում ենք թանձրուկը։ 1 կիտրոնի հյութ, ավելացնում ենք 3 ճաշի գթալ բուսայուղ, 1 թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ սև պղպեղ եւ այս բոլորը մի լավ պետք է խառնենք։ Խառնելուց հետո ստանում ենք հիանալի թանձրուկ եւ այս թանձրուկը պետք է ավելացնենք մեր աղցանին։ Այս կերպ պատրաստված թանձրուկը իսկապես հիանալի համ է հաղորդում աղցանին։ Սիրելիներս, հիմա արդեն պետք է խառնենք, բոլոր բաղադրիչները միասին խառնված լինեն, բայց զգուշորեն ենք խառնում, որպեսզի հազարի տերևները չվնասենք։ Արդեն իսկ պատրաստ է մեր համեղ աղցանը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն ձեր դիտումների, մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով։